Այսօր պատրաստելու ենք կարմիր իշխանի խորոված։ Պատրաստելու ենք նաև անուշաբույր մարինադ, որի մեջ էլ մարինացնելու ենք ձուկը։ Այս տարբերակով ձուկը ստացվում է ավելի հյութեղ և համերը ավելի լավ են միախառնվում։ Ինձ մոտ 4 հատ մեծ կարմիր իշխան է։ Ձուկը բաժանում ենք կտորների մոտավորապես 2 սմ լայնությամբ, արեք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Ահա արդեն ամբողջը կտրատել և դասավորել եմ սկուտեղի մեջ։ Հիմա պետք է համեմենք դասական տարբերակով։ Ես համեմում եմ աղով և կարմիր պղպեղով։ Եթե ունեք նաև ձկան համար նախատեսված համեմունք, կարող եք նաև դա ավելացնել, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Կարող եք նաև համեմել սև պղպեղով։ Ես ձկան հետ սև պղպեղ չեմ սիրում, այդ իսկ պատճառով չեմ ավելացնելու, իսկ դուք կարող եք ավելացնել։ Համեմում ենք երկու կողմից հավասարաչափ։ Շրջում ենք և նորից համեմում ենք նույն տարբերակով։ Համեմելուց հետո լավ խառնում ենք, տարածելով համեմունքները, որից հետո դասավորում ենք տարայի մեջ։ Ես թողնում եմ այսպես սենյակային ջերմաստիճանում մոտավորապես 30 րոպե, որից հետո տեղափոխվում եմ սառնարան և թողնում եմ ողջ գիշեր։ Եթե այդքան ժամանակ չունեք սպասելու, կարող եք թողնել 1-ից 2 ժամ, որից հետո պատրաստել։ Մարինադը ավելացնելու ենք համեմվելուց հետո։ Մարինադի համար մեզ պետք է տոմատի մածուկ կամ կետչուպ, մայոնեզ, ձիթայուղ և կիտրոնի հյութ։ Բոլորը միասին լավ խառնում ենք և լցնում ենք ձկան վրա։ Այսպես լցնում ենք ձկան վրա և ձեռքերով տարածում ենք։ Այսպես թողնում ենք մոտավոր 30 րոպե, մինչև լավ միախառնվեն համերը, որից հետո պատրաստելու ենք խորովածը։ Իսկ եթե ժամանակ չունեք, այս ամենը կարող եք պատրաստել միանգամից, առանց ժամանակ կորցնելու։ Այդպես էլ շատ լավ է ստացվում։ Ցանցի վրա քսում ենք բուսայուղը և դասավորում ենք ձկան կտորները։ Սա անում ենք նրա համար, որպեսզի եփվելու ընթացքում ձուկը չկպնի ցանցին։ Եվ այսպես պատրաստում ենք մեր համեղ ու տարբերվող խորովածը։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ է կարմրել։ Թողնում ենք երկու կողմից հավասարաչափ կարմրի և արդեն մեր համեղ ու ախորժելի խորովածը պատրաստ է։ Խորովելուց հետո մարինադի շնորհիվ ձուկը ստացվում է վրայից մի փոքր ավելի խրխրթան, իսկ ներսից փափուկ, հյութեղ և շատ համեղ։ Դասավորում ենք ափսեի մեջ և արդեն իսկ կարող ենք մատուցել։ Հետաքրքիր է իմանալ դուք ինչպես եք պատրաստում ձկան խորովածը և ինչպես եք համեմում։ Գրեք մեկնաբանությունում ձեր տարբերակը։